Ես գիտես, որ ասում է թեորիայի ու պրակտիկայի տարբերությունը որն է, ասում ախպեր թեորիան այն է, որ սա հասկանում եմ, բայց գործը вообще չի ստացվում։ Պրակտիկան այն է, որ գործը ստացվում է, բայց ոչ մեկ չի հասկանում թեխի։ Ասում ախպեր փաստորեն մենք զալատոյ բռնել ենք։ Ոչ մի բան չի աշխատում ու ոչ մեկ չգիտի թեխի։ Ուզում եմ, որ խոսամ ոչ թե այդ հենց հաջողության մասին, այլ տրայեկտորիայի մասին հաջողության, հա, այդ ճանապարհը ոնց են անցել, չալենջները, դժվարությունները, որ մի քանի անգամ ընկնում ես, բայց հետո էլի կանգնում ես ու էլի ես փորձում։ Հավելյալ ոնց որ նպատակներն է, որ երիտասարդները ովքեր տենան, ովքեր ամբիցիա ունեն, ովքեր անգլերենով որ ասում ենք hungry, ովքեր սոված են, որ տեսնում են, բայց չգիտեն հլի ինչ անեն, չգիտեն նոր տնտեսությունում ինչ անեն, տեսնեն ու իրանց համար ոնց որ մեթոդաբանական մետոդիկա, հա, ոնց որ հասկանան ինչ դասերա կարելի քաղել, օրինակ դիսցիպլինա եւ այլ, այդ օրինակները իրանք լսեն ու իրանք իրանց համար կարողանան գտնեն ինչ որ ձև հաջողության հասնելու։ So այս իմ նպատակն է ու դու իմ հյուրն ես։ Դու ունես փաստաբանական ֆիրմա, դու փաստաբան ես։ Բայց մինչև այդտեղ հասնելը ուզում եմ ավելի շուտ գնանք մանկություն։ Մենք իրար ճանաչում ենք մոտավորապես 35 տարի։ Մենք ոնց ենք իրար ճանաչում։ Քո հորեղբոր տղան Արմանը իմ դասարանից, իմ մանկության, իմ անբաժան ընկերը, հորեղբոր տղաներ եք, ես չերեզ Արման քեզ եմ ճանաչել, դուք ապրում եք իրար հետ, ձեր սեփական տները իրար կողքին, միշտ գայս է Արմանի մոտ, տենց ենք իրար ճանաչում։ Դպրոցում իրար զուգահեռ դասարաններից ենք, ես ու դու, ես ու Արմանը դեռ նույն դասարանից ենք, հետո ինձ դպրոցից հանեցին, ես գնացի ուրիշ դպրոց, դու ավարտեցիր Կրուպսկայան, համել մենք Սայատնովա երաժշտականում ենք իրար հետ սովորել, իրար հետ սովորել ենք երաժշտականում, եթե ճիշտ եմ հիշում դու ջութակի բաժնում, ես դաշնամուրի բաժնում, ուզում ասեմ մեր ընկերությունը շատ երկար տարիների ոնց որ կյանք ունի, ճիշտ է, մեծ տարիքում ես ապրել եմ Չիկագոյում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, դու եղել ես այդտեղ, կապը կտրված ա եղել, հիմա ես վերջի տարիներին ես եկել եմ ու մեր կապը էլի վերականգնվել է, իմ ու Արմանինն է, ճիշտ է, շատ ավելի ժամանակը սուղ է, ինքն էլ մեծ ֆիրմայի CEO է, ես էլ իմ փաստաբանական գործերում եմ, երբ առիթը լինում է, շատ ավելի քիչ է լինում առիթ, բայց հենց տեսնում ենք շատ ուրախ է անցնում։ Ուզում եմ մի քիչ մանկություն գնանք, այ դու այսօր որ փաստաբան ես, ոնց դու այդ կկապես, դու փոքր ժամանակ մտածում էիր փաստաբան դառնալ, թե այդ ստեղ ձևավորվեց, մի քիչ պատմի մանկությունից ու կապի ոնց որ քո պրոֆեսիայի հետ։ Ավելի երևի մեր մանկությունը ավելի մոտ ինտիմ է եղել, քան թե կարելի է եթե մենք ուզում ենք ներշնչենք ինչ որ գալիք սերունդին այդ առումով, զուգահեռները ես չեմ տեսնում ճիշտն ասած։ Իհարկե կա ամեն սերունդը երևի գտնում է իր մանկության մեջ, բոլորի մանկությունը ինչ առումով երջանիկ է, նույնիսկ եթե ծանր է, դժվար է եւ այլն, մենք սովորաբար հիշում ենք, ես անձամբ հիշում եմ լավ բաները մանկության մեջ։ Կրուպսկայի դպրոցը կամ Նիկոլ Աղբալյանը, Սայատնովա երաժշտական դպրոցը մենք սովորում էինք երևի ամենաբարդ տարիներին, հետխորհրդային, մութ ու ցուրտ տարիներ եւ այլն։ Եվ միգուցե այդ պակասները լրացնում էինք ջերմությամբ ընկերության, շփումների, անկեղծության, իհարկե նշեցիր, որ Արմանենց տունը, մեր տունը իրար կապած, դու գալ, այսինքն դու Արմանի զուգահեռ դասարանից ես եւ մենք 35 տարի ավել ընկերություն ենք։ Ես ու Արմանը նույն դասարանից ենք։ Հա, ես ու դու ենք, ես ու դու Արմանը նույն դասարանից, եկատեմ ես ու դու զուգահեռ դասարաններից, դու իմ եղբոր դասարանից, բայց մենք պես արի ու տես 35 տարի ընկերություն ենք անում։ Այդ հիմքերը ստեղծվել է ինչ որ բնական, օրգանիկ մարդը երևի համայնքային կենթանի, ամենք խմբով, հա, ինչպես գայլերը երևի կամ ինչ որ այդ վագր չենք, հա, մենակ ինչ որ ջունգլիում, մենք սիրում ենք համայնքի մեջ լինել։ Դրա համար երևի մենք ստեղծեցինք այդ ինչ պինդ համայնքներ եւ ուրախ եմ, որ նշեցիր անուններ նշեցիր, բոլորը ինչ որ հաջողակ են, հուսամ կտեսնեմ ոդքասթին եւ երևի դա ավելացրեց մեր մանկության մեջ այդ բան էլի այդ պակասներն էլ հավեն երևի ինչ որ ամբիցիաներ ստեղծեցին այդ քո ասած քաղցը երևի առաջացնել, տեսնել, որ մենք էլ կարող ենք անել ինչ որ հետաքրքիր բաներ։ Քո կարծիքով այդ մեր ջերմությունը, որ
ոնց որ զարգացրել ենք վաղ տարիքից դրա հետ ինչ որ կապ ուներ են, որ ինտերնետ չկար, ոնց որ բակի երեխեք էինք մենք, քաղաքի երեխեք էինք։ Օրինակ ես ու Արմանը երբ որ հանդիպում ենք, մեր մոտ ասենք թե մի անգամ խոսում էինք, որ այս ինտերնետը ոնց են, ասենք երեխեքին իրարից հեռու պահում, ու մերը ոնց էր նույնիսկ ձեռի հեռախոս չկար, որ պայմանավորվում էինք իրար հետ, միշտ Արմանին ասում ես, մերը դու հենց պայմանավորվում ենք, միշտ ուշացած ես գալի, սպասում էի մարշրուտկեն չեկավ, ասենք թե ինչ որ sense կամ բաց թողեցի, բայց այդ փոքր բաների մեջ կար sense մի հատ մաքուր կայֆ ընկերություն, ու այդ ընկերությունը, որ հիմա խոսում ես, այդ ջեր մեծ տարիքում, որ sense հիմա իրար նկատմամբ դեռ զգում ենք, իրար կարոտում ենք, այդ մանկությունն են կարոտում, կարծում ես այդ ինտերնետի տեխնոլոգիայի պատճառով, որ հիմա միգուցե կամ մեզ է կարողա թվում, կարող է այդ ընկերությունը դեռ կա երիտասարդների մոտ, բայց իմ մոտ տպավորությունն է, որ այդ նույնը չկա, ինչ որ մենք տենց բակի տղերք լինելով, քաղաքի տղերք լինելով, տենց իմ մոտ միշտ մանկությունը բաժանվում է մի քանի, ասենք թե этаպների։ Этаպներն էին ֆուտբոլ խաղալ տղերքի հետ, կռիվ անել անպայման ինչ որ թաղերի միջև, մեկ է աղջիկերքի վրա սիրահարվել, որը անպայման վերջում էլի կռվով էր վերջանալու, էլի ինչ որ այդ թաղի տղերքի։ Բայց հետո բարեշել դառնալ լավ ընկերներ։ Ամենայն հավանականությունն են մարդկանց հետ ում կռվել ես, սովորաբար բարեշել ես, հետո դառել ես լավ ընկերներ։ Իսկ շատ ավելի մեծ տարիքում, որ ասենք թե հանդիպել են, հա, բայց չգիտեմ, ինձ թվում է հենց այդ նույն տարիքում, ոնց որ դա ավելի փորձել էլի սահմաններ իրար փորձել, վստահ եմ կարճ պատասխանը, միգուցե սխալվում եմ, բայց վստահ եմ, այդ ինտերնետի պակասությունը, այս հագեցվածությունը, ես որ նայում եմ Հայաստանում լինի, թե Ամերիկայում լինի, թե ցանկացած երեխաները վերջի հաշվով ժամանակ էլ չունեն ընկերություն անեն, հա, այնքան հետաքրքիր բաներ կա, եթե մտնում ես հիմա հա սոցիալական ցանց լինի, թե լինի ինչ որ YouTube լինի, թե կապ չունի դու սիրում ես թխված պատրաստել, թե սիրում ես ինժեներ լինել, թե եւ այլն, ինչի քո տարիքի ինչ որ 5-6 տարեկան երեխա հետ տուն-տունիկ խաղաս, եթե դու կարող ես, չգիտեմ, նայել ինչ ոնց որ ամենալավ մուլտիկը հենց հիմա, ոչ թե ինչ որ նա շիթում որ social skill-երը, այդ մարդկային skills-երը, այդ հարաբերությունների միջև այդ հարաբերություն կառուցելը, այդ ընկերություն կառուցելը, թեկուզ աշխատատեղում ոնց որ քեզ գտնելը, դինամիկայի մեջ քեզ գտնելը այն դպրոց եմ ասում ճակերտների մեջ, այդ դպրոցը մեզ օգնել է, որ մենք հիմա անգլերեն ասում են adaptable, հա, ոնց որ ավելի ճկունենք, քան թե այսօրվա երեխեքը կարողանան, որ շատ ավելի իրանց ուղեղը proactive չի մասնակցում process-ին, այլ ավելի ինքը responsive է, то есть ինքը էկրանի վրա տեսնում է մի բաղրանգնում, ինքը պրոստը sense հերթական բանով կարա թերթի ու այդ proactive ոնց որ process-ին չի մասնակցում ակտիվ ձևով։ Ոչ պոպուլյար կարծիքս հետևյալն է։ Մեր հայո, բայց մեր ժամանակները պատրաստել են մեզ մեր ժամանակներին, մեր բիզնեսի ֆորումին, ձևին, հիմիկվա ժամանակները պատրաստում են գալիք ժամանակին եւ այդպես կշարունակվի, այսինքն հայրերի եւ որդիների իրար չհասկանալու ցիկլը միշտ շարունակվում է։ Իհարկե, ես փոքր անեկդոտի նման դու նշեցիր պայմանավորվել առանց հեռախոսի կամ իրար գտնել կամ ժամադրվել, ես հիշում եմ ինչ որ ես Կիլիկայում էի ապրում, հիշում եմ դու ապրում էիր Չարենցի դպրոցի մոտ, Չարխում, հա, Չարխեմ մնացել, Չարխում, կներես, մեջս մնացել, ապրես, represent Չարխ, այո, կարելի է լավ գաղափար է, մրճ կարելի է արտադրել, represent Չարխ, բայց հիշում եմ պայմանավորվել էինք ինչ-որ հրապարակում պայմանավորվել էինք հանդիպել ժամը 7-ին չէ, եսի ինչ պայմանավորվել էինք ինչ-որ պետք է հավաքվեինք տղաներով, ընկերներով, թե ինչ պետք է անենք, միջահրապարակ, մի հատ պապիկ կար, տեսածի ժամը քանիսն է, դե գաղափար չունեմ, երբեմն ասես, այս տղա ջան, դու որտեղից ես։ Սի Կիլիկայից, Կիլիկայից ես նայ ժամացույցին այսինքն դա անեկդոտի ձևով, բայց նույնիսկ այդ պակասությունը ստիպում է քեզ շփվել, հասցնել կամ լավ ստադիոնում գնացել ես ֆուտբոլ
նայելու, հա, այդ ամբողջի մեջ 70,000 մարդ մեջ ընկերներիդ պետք է ոչ մեկը տոմս չունի, հələ պետք է հասկանաք ոնց եք մտնելու այդ խաղը նայելու եւ այլն, ոչ թե այս վերջերս որ դու հրավիրեցիր ֆուտբոլ գնացինք բութերում եւ այլն։ Հա, այդ private VIP նստած, հա, ջուրեն չի ասարը կամ այն։ Դա սոցիալական իհարկե, եթե Աստված ոչ անի, քարիդար լինի, նորից ինչ-որ մի փլուզում լինի, որը իհարկե միշտ կարող է ինչ-որ մի բան լինի, լույսերը եթե անջատեն, ես եւ դու եւ մեր նմանները ավելի երևի ադապտացված կլինենք այդ պայմաններում հասկանալ, թե ոնց ինչ-որ Ռոբինզոն Կրուզոյի ժամանակակից տեսակը ոնց կարելի է գոյատևել, լինել ապահով, լինել զգույշ, լինել ուշադիր, կարևորը չգիտեմ, մոմնա թե նասկին, թե եսի ինչ է։ Կարևորը ուրբաթն է։ Եթե Ռոբինզոն Կրուզոյի մասին ասում, կարևորը ուրբաթն է։ Կարևորը ուրբաթը կրա։ Այսինքն, հա, բայց ժամանակակից այդ սոցիալական սկիլերը, երբ որ դու անում ես online banking, online payroll, online եւ այլն, այդ անձնական իհարկե մենք տեսնում ենք սերունդի հետ ջահել խոսում ես աչքերիդ մեջ չեն նայում բացի դրանից ինչ որ ես իմ մանկության խաղալիքները մինչև հիմա հաթարհատ հիշում եմ որ երեխան գիտ այսինքն վերցնես տալիս մի հատ լավ խաղալիք են Վարդանիկի բարև խնձորն է ծիծաղում ջարդում է պրծավ մյուսը խաղալիքը հիմա սա եմ ուզում հա ես իմ լաքի բուբույա թե ես ինչ-որ sense բաներ եւ այլն հա իսկ մեզ համար մեր սկիլերը տարբեր են բայց մեր սկիլերը համարժեք են մեր հասարակությանը ավելին ասեմ մեր սկիլերը երկրի փոփոխության մեջ ես չգիտեմ դու նկատել ես դա չէ բայց ես իմ վրա նկատել եմ որ այդքան էլ համապատասխան չեն եղել այս հասարակությանը եւ ես էլ դու էլ նույն տարիքում ենք երկրները փոխել բնակելու վայրերը եւ երևի հարմար տարիքում ենք եղել որ կանանք ադապտացվենք հիմա լինենք ձուկը ջրում համեստեղ համընդեղ բայց ես ավելի մեծահասակ մարդկանց գիտեմ որոնք նույնիսկ կարող ավելի կատարելագործված շփման եւ այլն համայնքի ինչ որ բաներ են բայց իրանք մնացել են իրանք համայնքի մեջ այդ քո ասած հաջողության հասնելու հատկություններից մեկն է նաև քայլել քո ժամանակի հետ։ Վերջերս էլի գալիս ենք այդ adaptability, հա, էլի գալիս ենք այդ մարդու ադապտացվելու process-ին, որպես renaissance-man, որ այսինքն նկատի ունենք բազմակողմանի զարգացած բազմակողմանի օժտվածություններով։ Մենք խոսում ենք все-таки մարդու adaptability մասին, это ավելի ոնց որ underlying, ավելի տակի ոնց որ message-ը հոգեբանները ասում են, որ նոր լեզու սովորելու համար առանց акցենտի այդ լեզուն խոսելու համար պետք է մինչև 6 տարեկանը սովորել։ Կարող է մի մարդ լինի, որ ավելի տաղանդավոր լինի, բացառություն լինի, կարող է մի մարդ ավելի քիչ, բայց նույնիսկ եթե սահուն խոսում ես լեզով 10 տարեկանից սովորել ես այդ լեզուն, բնիկ խոսացողը կամ բեմասնագետը կարող է ասենք թե նկատել, որ դու քո V-երը, W-ները եւ այլն ինչ որ բառեր ասում ես акցենտով Դրա համար միգուցե ես մասնագետը չեմ դրա, ավելի մասնագետներ կան, բայց ես կարծում եմ այդ ադապտացիան էլ ունի, այդ ճկունությունն էլ ունի, ոնց որ մարմնի ճկունությունը, չես կարող 40 տարեկանում որոշես դառնալ գիմնաստ եւ սկսես օր ու գիշեր պարապել եւ դրա համար եմ ասում, որ շատ կարեւոր է միգուցե մենք այդ ոսկյա ժամանակում ենք եկել այն առումով, որ մենք ձեռք ենք բերել արժեքներ, հատկություններ, որոնք ֆունդամենտալ կարևոր են եւ այո ճիշտ է որ մենք կաշկանդված չենք մարդկանց հետ շփվել, խոսել, հասկանալ որ մենք չգիտենք, չզարմանալ ինչ որ դժվարությունից, չվհատվել խնդիրներից, հա, չունենալ մի անգամից ինչ որ PTSD, որովհետեւ քո սիրած աղջիկը քեզ չսիրեց կամ չգիտեմ ինտերնետը տարան եւ դու արդեն մութ մտքեր ես քո մոտ առաջացել։ Դա բերեցինք Հայաստանից եւ Ամերիկայից ձեռք բերեցինք շփման սահմաններ, հերթ կանգնելու կուլտուրա, հա, իրարից հետևից ժոր սոցիալական դիստանցիա պահպանելու, կին տղամարդ հարաբերության ավելի դինամիկ մոտեցում, ոչ թե ինչ որ կարծրացրած, ահել ջահել, որ ադապտացվեցինք այս երկրին եւ վստահ եմ դու ապրելով Չիկագոյում, սովորելով Կոլումբիայում, Նյու Յորքում դու էլ եթե ոչ ինձ նման միգուցե նույնիսկ ավելի լավ
կարող ես այդ ամերիկյան շրջապատում քեզ զգալ հանգիստ եւ իմանալ, որ չնայել անպայման ուսիդ հետևում տեսնել մի հատ տեսնեմ Ջեքն ու Ջոնը ինչ են անում, որ ես էլ այդպես ինձ պահեմ, հանգարտ ուրիշ ձև չպահեմ։ ու գիտես ոնց տարիներ ա տևում, որ դու չգիտեմ քո մոտ ոնց ա, մենք նույն ժամանակ եկանք Ամերիկա, դու ու Արմանը կարծեմ ինձանից 1.5 ամսվա տարբերությամբ եք եկել Ամերիկա։ Ես հունիսին եկա, դուք կարծեմ օգոստոսին, եթե ճիշտ եմ հիշում։ Հուլիսի 15-ին։ Ու ես հունիսի 8-ին, այսինքն մի ամիս, մի շաբաթ, հա, էլի 5 շաբաթ տարբերությամբ դուք եկաք ստեղ, ես գնացի Չիկագո։ Իմ մոտ օրինակ ամերիկյան միջավայրում սենց էր, ես երկար տարիներ, որ արդեն բանկային համակարգում աշխատում էի, 2 հատ բակալավրի կրթություն ունեի, ինձ լավ ավարտած, բանկում բավականին հաջողակ էի, ինձ մեկը կարողա Չիկագոից էր, չգիտեմ, ինձ միշտ էմիգրանտ էի համարում, ես միշտ ստեղի մարդ ինձ չէի զգում։ Իմ մոտ ստեղի մարդ ես սկսեցի զգալ Նյու Յորքում, բայց դա էլի եմ ասում, երևի կարողա Նյու Յորքի շատ culture-ի մի մասն էր։ Նյու Յորքում ես զգացի ոնց որ Երևան, իմիջիայից շատ եմ ես ասել, իմ համար երկու շատ նման էներգիայով քաղաք ինձ համար, մեկ Նյու Յորքն է, մեկ Երևանն է, ես տենց եմ զգում։ Իմիջիայից, որ ասում եմ Երևանն նկատի չունեմ Հայաստանը։ Ես երբ որ Կոլումբիան ավարտեցի, ոնց որ այդ Լուիսի ծրագրով, այդ Լուիս scholarship-ը որ կար, որ գնացի Հայաստան, տենց ոնց որ տարբեր թեմերով պետքա գնայինք, այնտեղ խոսակցություն կար, որ ես կարողա միանալ այն թեմին, որը կենտրոնական բանկներ գնալու, ոնց որ ինչ որ աշխատանք անելու կենտրոնական բանկում, ոնց որ պրակտիկա, տենց եւ այլն։ Ես ասի չեմ ուզում գնամ այնտեղ, ուզում եմ Ղարաբաղ գնամ, ուզում եմ Արցախը տենամ, կյանքումս չեմ տեսել։ Ու գնացի տենց 2-3 շաբաթ բանում այդ Շուշիում ապրեցի, ու որ հետ էինք քշում ավտոբուսով այդ 3 շաբաթից սենց հիշում մտքովս այդ զգացմունքը անցավ, ոնց որ Ամերիկայում էի ժամանակ իմ զգում, որ ասի Հայաստանը նենց եմ կարոտը, հետո ու պահիտակ ես հասկացա, որ ես պատուանից Արարատն եմ տեսնում, սարեր, չգիտեմ, կամ հարթավայր, ու ես հասկացա, որ Հայաստանը ես չեմ կարոտը, ես Երևանն եմ կարոտը։ Ինձ համար, ասենք, Երևանի էներգիան նման կենտրոնի, ես լրիվ ուրիշ ձև եմ ինձ զգում, ես ամեն տեղի հետ հիշողություն ունեմ, ամեն անկյունի հետ, ինչ որ բաժեզներ կա, որ ասենք ես հստակ հիշում եմ, ասենք ինչ որ մի տարիքում այդտեղ ինչ որ ասենք այդտեղով անցել ենք։ Գիտեմ եմ բաժեզները, որ դա առաջի անգամ ծխել եմ տղերքի հետ։ Կստացի Արմանն է ինձ ծխացրել առաջի անգամ, ասեմ իմանաս։ Ես չեմ լսել այդպես բան, չգիտեմ, չեմ կարող հաստատել։ Ես կարող հաստատեմ, հա։ Ինձ թվում է Նյու Յորքում եթե ինձ մի բան լինի հիմա փողոցում, ես մի բան լինի, այդ Նյու Յորքը ոնց որ գալակտիկայի մեջ, չգիտեմ, մի հատ մոլորակի վրայից, չգիտեմ։ Արևին շատ մոտ է, ոչ մի բան չի փոխվի եւ ոչ մեկին բան չի։ Դրա համար Նյու Յորքը, իսկ Երևանը ի տարբերություն դրա, քո հետ համեմատեմ, որտեղ Երևանը այն սիրված երկի նման դու ունես հոգի, հա, Երևանը ավելի դա այդ հարազատ, այդ մեր քաղաքն է, վերջի վերջո նորից, հա, ինչքան ենք ոտքով չափ տվել այդ քաղաքը մենք, պարապ ամառներ անցկացրել, ցուրտ ձմեռներ անցկացրել եւ այլն, բաժեզ լինի, թե լինի ինչ որ որտեղ ինչ որ մի վեճի ես բռնկվել, որտեղ կռիվ ես արել, որտեղ ինչ որ սիրահարվել ես, որտեղ դպրոց ես գնացել ու ես հաճախ ինձ հետ հա իմ համար էլ Երևան ես որ գնում եմ վերջերս իհարկե աշխատանքով եմ գնում, բայց միշտ այդ ժամանակը ունեմ ես ուղղակի զբոսն եմ, գնամ մի տեղ, որ ինձ այդ էմոցիաները արթնացնում, այդ ուրախացնում է, հա, տեսնել, որ չգիտեմ, խմել են Սարնակ Սայաթնովայի դիմաց այդ Սայաթնովայի պուլպուլակը կա, որ փոքրեր, որը բոյետ չէր հասնում կամած, վերնել գրած ամեն մեկի իմ ջրից չի կարա խմի։ Հա այդ օրինակ անպայման պետք է գնամ մի հատ կռանամ այդ պուրպրակից ջուր խմեմ ու ոնց որ ուրախ լինեմ։ Կապ չունի այդ ժամանակ, հա, ինչ խնդիրներ ունես, ինչ кейս ունես կամ ինչ ա լինի։ Երևանի տարբերությունից Նյու Յորքի հա, սիրում եմ գնալ, մետ գնալ, ես իմ Մանգար, Բրոդվեյ, Սենտրալ Փարք, հրաշք է Նյու Յորքը։ Բայց մի օր շուտ ուզում ես Նյու Յորքից իմ կարծիքով, ես ուզում եմ փախնել, որտեղ ոնց որ խեղդվում է, օդը չի երիքում Նյու Յորքում։ Վստահ եմ տարբերություն կա։ Օրինակ ես քեզ ասեմ Նյու Յորքի մասին հետաքրքիր բան, օրինակ ինքը համարվում է ֆինանսական մայրաքաղաքը, հա, աշխարհի, то есть Wall Street, բանկերը, բանուես այդ ոլորտում եմ աշխատել, то есть այդ մի մասնա քաղաքի ու դու մի մաս ունես, որ լրիվ абսոլютно sense ոնց որ բոհեմյան ինչ որ արվեստագետներ, то есть տենց ռայոններ, որ ռայոններ
Դե ասենք թե Soho-ի մոտ դու ունես Upper West Side, ասենք թե որ լրիվ արվեստագետների է, ասենք թե տենց բանա neighborhood-ից neighborhood տենց փոխվող ու պրոմ ես Upper West Side-ում եմ ապրել, որ Columbia-ում էի սովորում։ Ու ամբողջ Broadway-ով որ իջնում ես, այդ մասը sense ոնց որ կամանց ինչքան մոտիկանում ես դեպի Times Square, դա ավելի տենց Broadway show-ներն է, այդ տիպի արվեստային ոնց որ տեղերն են, հա, ոնց որ ավելի բան տենց ցայտուն ոնց որ աչքի դերում։ Ինքը թաղամասից թաղամաս փոխում ես, մտնում ես Harlem լրիվ ուրիշ իրավիճակա։ Թաղամասից թաղամաս դու ոնց որ Մարիոյի աշխարհներով sense գնում ես։ Դե բարոները հասկանալի է։ Սա բարոների մասին չի, սա միայն Manhattan-ի մասին եմ ես խոսում։ Բարոները Manhattan-ը բարոներից մեկն է։ Brooklyn եւ այլն։ Brooklyn-ի մեկ, Queens, Bronx։ Հարցից մեջ կթար քո հարցի պատասխանը։ Վստահ եմ, որ Նյու Յորքում չապրելը դա այրազդեցություն է, բայց նույն տրամաբանությամբ չեմ էլ ապրել ոչ Չիկագոյում եմ ապրել, ոչ Հռոմում եմ ապրել, ոչ բայց այդ էներգիան զգացել ես ուրիշ ձև։ Ոչ, չգիտեմ, Սանտ Պետերբուրգում եմ ապրել եւ այլն, եւ կա քաղաքներ, որ ինձ մանձամբ դուրս գալիս է, եւ քաղաքներ, որոնք որ նորից Նյու Յորքը հռոմեական կայսրություն, եթե ամերիկան հռոմեական կայսրությունն է, Նյու Յորքը Հռոմն է։ Գոր տեղափոխվում ես Ամերիկա 2000 թվականին հուլիսին։ Ոնց որ առաջի էտապը Ամերիկայում, այ Հայաստանից հետո, առաջի էտապը Ամերիկայում ու ինձ հետաքրքիր է այդ առաջի էտապում դու արդեն մտածում էիր փաստաբան դառնայր, թե դա այդ ցանկությունը հետո է առաջացել, այդ ձգտումը դեպի փաստաբան lawyer դառնալու, թե դա հենց սկզբից կամ մանկուց ոնց որ եղել է այդ բնակավարը մտնելը։ Կոնկրետ ինձ մոտ հետո է առաջացել տեղափոխությունը շոկային շատ իմ համար փորձություն է եղել, որովհետև ռադիկալ է եղել բոլորիս համար շատ երևի բոլոր համատություն կա, որ իմիգրացիան համատում են ընտանիքի անդամի կորցնելու վշտի համարժեք էմոցիոնալ ապրումների եւ կոնկրետ իմ տարիքի հետ կապված ես չնայած Հայաստանում ավարտել էի արդեն ժող ինստիտուտ էի սովորում ես եկա Ամերիկա դեռ տարիքս տենց էր որ college, high school եւ այլն ավելի փոքր էի տարիքով շուտ էի դպրոց գնացել եթե հիշում եւ դրա համար ինձ մի պահ տևեց մինչեւ ես որոշեցի որ կդառնամ մի պահ հասելով երևի տենց լավ 2-3 տարի տևելա մինչեւ ես հասկանամ որ իրավաբանություն կհետապնդեմ դու արդեն բակալավրի կրթությունը ստացել էիր թե այդ ընթացքում որոշեցիր որ օքեյ law school եմ հետո անում որտեվ Ամերիկայում ոնց է թե Հայաստանում իրավաբանությունը կա բակալավրի то есть դու կարող ես ընդունվես ու 4-ամյա բակալավրի կրթություն ստանաս Միացյալ Նահանգներում law school-ը իրավաբանական դպրոցը ինքը ոնց որ դոկտորական աստիճան ունի, то есть պետք է անպայման բակալավրի կրթություն ունենաս, որ հետո նոր սկսես JD, հա, Juris Doctor-ի կրթության հետևից գնալը։ Կոմոդ ոնց եղավ։ Չէ, բակալավրի ընթացքում արդեն ես կոնկրետ պլան ունեի, հա, արդեն երբ որ ես քայլարկել։ Ինչ էի սովորում բակալավրի ժամանակ մասնագիտությունը։ Փիլիսոփայություն։ Կայֆ։ UCLA-ում փիլիսոփայություն, իրոք կայֆ։ Մենք Հայաստանում օրինակ հայրս որ մեկը մի քիչ ավել է խոսում, ասում է ծակ փիլիսոփա։ Ես միշտ փիլիսոփայությունը նայել եմ որպես ծակ փիլիսոփայություն։ Հայրս ինժեներ է, գիտես։ Ու միշտ ավելի ինձ թվացել է որ տեխնիկական, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա դրանք են ոնց որ այն բաները որ պետքա մարդ իմանա թե չէ մնացածը դրա հետ մեկտեղ հա բանաստեղծությունը մեջ իր դերն է ունեցել մեր ընտանիքում երաժշտությունը արդեն կուլտուրան եւ այլը բայց դրանք ավելի հոգեկան արժեքներ են որ ոչ թե մասնագիտություններ կամ գիտելիք հա ճշգրիտ նաուկա հա ճշգրիտ գիտություն այո որ պետքա գիտությունները հա որ կարելի է որ բաց չի մեկնաբանության այո որը կարելի է ապացուցել, որը կարելի է, հա, որը կարելի է, որ եթե ալմորորական, լուծել, եթե բոլոր գրքերը վառես, հա, նույն այդ խնդիրները, չգիտեմ, 10 տարի հետո, թե 1000 տարի հետո, էլի in հավասար կլինի MC squared, հա, նույնիսկ եթե տարերը բննշանակությունը փոխես։ Բայց երբ որ ես
խոսում էր թե ոնց ընտրեցի, առաջի խնդիրը Ամերիկա գալու հետ համակերպվել հասարակությանը լեզու սովորել, հա, որը սկսեց high school-ում արդեն։ Դու high school ստեղ գնացիր։ Ես գնացի high school ստեղ, high school-ի վերջի տարին, որ լեզու սովորել, համակերպվել հասարակությանը, high school-ում ընկերներ ունեմ, մինչև մա ընկերություն եմ անում, շատ լավ ընկերներ։ Los Angeles-ի area-ում է, չէ՞, то есть Los Angeles-ի North Hollywood-ում, հա, երևի ամենավատ համբավ ունեցող high school-ներով, փշալարեր եւ այլն, ֆիլմերում եմ, որ մի հատ ջահել աղջիկ գնում է մի հատ դպրոց, որտեղ մարդիկ իրար են սպանում, այդ ձևի ինչ որ Շուն եկել ես Ամերիկան, նստել ես, եկել եմ Ամերիկա ու չեմ պատկերացնել, որ սա իրականությունն է, հա, խոսում ենք իրոք դեպրեսիա, որ ոնց կարելի է, մենք խոսում ենք արդեն Ժող ինստիտուտ, հա, Կրուսկայան ավարտած, կենտրոնում միշտ ընկերներ եւ ես ինչ որ չգիտեմ փողոցային քո համբավը, քո ինչ որ ձևերը, շրջապատը եւ այլն եւ գալիս ես շալվարը ծնկներից ներքև կապած, ինչ որ հայերը տարբեր բաժիներով, մեկը հին եկած, մեկը նոր եկած, մեկը ես իմ աշտի շատից եկած, մյուսը ես իմ որտեղից եկած, դրանք ինչ որ քլիքեր են, ինչ որ իրանք մեկը բերել է 80-ականների գաղափարախոսությունը, մեկը 80-ականների, բայց 1800, ոսը ես մոդա է կավերի չո։ Ու դա ինչ որ տենց շոկային վիճակ էր, որ վերելի շչահեղձ ես լինում, հա, այդ ատմոսֆերայում քեզ չես գտնում, ինչ որ փորձես անհետաքրքիր է քեզ ուղղակի բառից բուն իմաստով անհետաքրքիր ու անհասկանալի ու չես հասկանում ես ինչի ընտանիքդ որոշեց որ սենց պետք է լինի սրանից հետո բայց ադապտացիան process-ն է սկսում եւ անգլերեն սովորներ խնդիրը high school-ը իհարկե հեշտ էր չնայած անգլերենը եւ այլն այդքան լավ չէի տիրապետում, բայց տարական կրթությունը ամենայն դեպս համեմատած այն մակարդակի high school-ով, որտեղ ես էի գնում, մեր տարական կրթությունը շատ բավարար, որ շատ ավելի փայլուն, ասենք թե ինչ-որ մրցանակներ շահես մաթեմատիկայից եւ այլնից։ Եվ այդ ընթացքում արդեն high school-ում սկսեցի քոլեջի դասեր վերցնել, տարբեր պատճառներով քոլեջում ավելի էժան էր, դասերը քանց թե համալսարանում քոլեջում community college։ Այո, կարելի է, հա, community college-ում կարելի էր այն դասերը ժամով վերցնել, որ կարողանայիր աշխատեիր, հա, երեկոյան դասերը։ Առավոտը 6:30 դասեր, երեկոյան 6:30 դասեր, այսինքն քեզ ժամանակ կտար, չգիտեմ, 9-ից մինչև 6-ը աշխատել կամ 10-ից մինչև 6-ը աշխատել, կապ չունի, ինչ անել։ Ինչ էր անում, առաջի աշխատանքը ինչ էր։ Առաջի աշխատանքներից մեկը, որ զանգահարում էինք այդ միջազգային զանգում էի ռուսերեն լեզվով ու զանգարում ենք մարդկանց չէ այդ գժեցնելու փորձը օգուտ էր տվել որովհետև պետք է զանգարենք եւ ինչ որ սոցհարցումներ կատարենք ինչ որ նոր ֆիլմի մասին կամ ինչ որ նոր նյութի կամ որ տեսնեն ինչպես վաճառեն մարքետ անենք հա consumer եւ ոչ մեկին խորտ չեմ տա երևի հիմա AI-ը հուսամ հանել է այդ գործը եւ դրա համար մինչեւ այս փոլերին եւ այլին ես չեմ կարող հավատալ որովհետեւ անձամբ մասնակցել եմ այդ հարցումներին երբ որ դու քոթա ունես պետք է ինչ-որ բան լրացնես բրծես գնաս տուն դա առաջին աշխատանքներից հետո բժշկական կլինիկայում եմ աշխատել եւ այլն տարբեր գործեր եմ արել ընթացքում ինչ-որ սերտիֆիկատ էի ստացել որ թույլ էր տալիս ինձ բժշկական ինչ-որ տեստ անել նյարդերի հետ կապված եւ աշխատում էի ինչ-որ հայերի մոտ գժվեցնում ինչ-որ կլինիկայում տոկ էի տալիս Քոլեջում գիտես կա այդ կանսլերների ինստիտուտը որտեղ խորհրդակցես դե ծանոթ չես համակարգին չգիտես նույնիսկ չգիտես որն է լավ համալսարան որն է ինչ շանսեր ունես ինչա քեզ պետք ինչ գնահատական է մենք այնտեղ 5 էինք ստանում ըստեղ ես իմ 3.2 4.3 հա ինչ լրիվ ամեն ինչը տարբեր է ու տարա հասկացա որ ինձ հետաքրքրող կարիերաներից մեկը որ երևի ամենա ինձ մոտ է իմ խառնվածքին, տալիս է ավելի ճկունություն, որ կարողանամ հետո էլ որոշում կայացնեմ, թե կոնկրետ որտեղ որ ուղղությամբ ավելի կենտրոնանամ։ Դա իրավաբանությունն է, որը կվճարի բարձրատրեր ցանկացած իմիգրանտ ինչ է ուզում լավ ապրել։ Իրավաբանությունը նախագահներից բռնած
մինչև ղեկավարները ստուդիաների, հա, խոսում ենք Հոլիվուդի մասին, վերջացած հիվանդանոցի թեկուզ ղեկավարները ամերիկյան բոլորը փաստաբան են, այսինքն դա գրավիչ էր ինքն իրանով, այսինքն ճկունությունը ահռելի էր։ Նույնիսկ բժիշկը երբ որ շատ հարգելի է եւ շատ լավ վարձատրվում է, դու դարձար սրտաբան, ուրեմն սրտաբան ես։ Չես կարող մի օր որոշել, որ մանկաբույժ ես սրանից հետո հայր մայր ես արդեն մանկաբույժ եմ։ Չէ, իսկ իրավաբանությունը այո, կարող ես դու լինես ստուդիա էգզեկյուտիվ, կարող ես լինես քաղաքականության, կարող ես բանկեր, կապ չունի։ Հա, արդեն դա որ հասկացա, որ իրավաբանությունը ավելի համե, խոսեցիր doctorate degree-ը, հա, ամենաոնց որ կրթական սովորելը միշտ հեշտ է ստացվել ինձ մոտ։ Այդպես հասկացա կանցլերների միջոցով, որ լավ pre-law major-ներից այդ բակալավր ասացի համար անգլերենն է, հետո փիլիսոփայությունը, հետո political science։ Քաղաքագիտությունը բացառված էր։ Իմիգրանտ էի, հա, ինչքան է լավ սովորեի, մրցունակ չէի լինի։ Որոշեցի, որ UCLA ավելի մոտ էր, հա, ամենալավն էր տարածաշրջանը, ամենամոտն էր, ավելի էժան էր համեմատաբար, որովհետև շտատի ինստիտուտը համեմատած օրինակ, չգիտեմ, USC-ին, որը հեչ լավ դպրոց չի։ Կատակ է։ USC-ին բանը շտատի դպրոց չի, ինքը մասնավոր է, University of California. University of California չի, Southern California. Yeah, University of Southern California ինքը private, հա։ Հրաշալի ինստիտուտ է իրականում, ուղղակի միշտ կա այդպես բանը, մրցակցությունը կա UCLA, USC։ Եվ այդպես որոշեցի, որ փիլիսոփայություն արի փորձենք հասկանանք այդ ինչ են այդ ցակ փիլիսոփաները անում։ Եվ ինչեւ մաս իրավաբանված եմ փիլիսոփայության վրա, դա ճիշտ ասած ավելի քան իրավաբանություն կամ ցանկացած ինչ որ բան ես կարդալ սիրում եմ, միշտ սիրել եմ։ Եվ ինչ որ հաճելի է քննել են բաները, որոնք չունեն փաստացի ապացույցներ, մտածել են թեմաներով, որի մասին չես կարող խորհուրդ հարցնել եւ գտնել ճիշտ պատասխանը, կամ ինչ որ մտնես Google եւ պատասխան գրացել, որ քո վրա պետք է հասկանալ, մտածես դու ինչ ես մտածում։ Ես չեմ ուզում այս խոսակցության վրա շատ ծանրացնեմ, ես հիմա ինչ հարց որ պետք է տամ, բայց պետք է այդ հարցը տամ, հետո միգուցե մի ուրիշ անգամ հենց այդ թեմայով կխորանանք։ Քո ամենատենց չասեմ սիրած, բայց ամենասրտիդ մոտի կամ ամենահետաքրքիր փիլիսոփան, որ դու հետաքրքրված ես կամ քեզ մոտ ով է։ Լավ երաժիշտների նման երևի չունեմ իմ նախընտրածը, հա, կապված է թե ինչ տրամադրության մեջ եմ եւ ինչ եմ բանում։ Օրինակ Կանտին կարելի է իմ կարծիքով առանձնացնել փիլիսոփաներից մեծ մասից Կանտին կարելի է հատուկ ուշադրություն դարձնել, հա, իր լոգիկային եւ այլնին քաղաքական ինչ որ ռազմավարական առումներով շատ սիրում եմ օրինակ ասիական փիլիսոփա օրինակ Սանցու եթե պատերազմելու արվեստի սեղանի գիրքն է եւ միշտ ոնց որ մի քանի edge թուղթ է բայց հա կարողանում եմ անընդհատ դա ընթերցել ինչ որ մի բան նորից վարժեցնել մեջս եթե Սանցուն կա քո մոտ Մակիավելին է կա Սանցուն կա Մակիավելին չկա Մակիավելին ճիշտ ասած չեմ սիրում Մակիավելի արքայազն հայրեն Prince-ը հա Մակիավելին ես իմ եղբայրն է շատ սիրում Մակիավելին ես շատ բարեկամներ ունեմ լավ որ սիրում են Մակիավելին բայց ինչ որ բան կա որ գիտեմ որ Prince-ը որ գրված է որ հաճոյանալ ինչ որ կոնկրետ անձի կոնկրետ նպատակով ոնց որ իմ համար դա ինչ որ իր այդ ուսուցողական արժեքը ոնց որ ինձ մեջ մի քիչ չգիտեմ քչացնի հա բայց քո համար ավելի ոնց որ բացասական ազդում են փաստը որ ինքը նամակա մեծիչին եւ ոչ թե ասենք թե զուտ գիրքա գրած то есть ինքը իմ ընկալմամբ իր նամակը ոնց որ ավելի շատ մետադիչկա է հա մեթոդաբանությունն է ուված մեծիչներին թե ոնց է պետք իր observation-ի հիման վրա թե ինքը ոնց է ռեգիոնը եւ ընդհանուր Եվրոպայում տարբեր գասուդարների, տարբեր արքայազների, ասենք, պահելաձևը, իշխանությունը ոնց պահել, իշխանության ոնց հասնել, կախված իշխանությունը անցնում է սերնդափոխությամբ, թե անցնում է հեղափոխությամբ, ամեն սիտուացիայի համար վերլուծել power-ը սիստեմատիկ ձևով, հա, վլասը, ուժը, իշխանությունը սիստեմատիկ ձևով, ու դա ինքը գրում է նամակ, որը ընդհանրապես պոպուլյարնեսի համար չի, այլ փորձում է ոնց որ ռազմավարական խորհուրդ տա, որի հիման վրա իմիջիալից իրան դնում են, աքսորում են ու իրամա շատ դա վատալնում, քանի որ ինքը համարվում է շատ առաջին արևմտյան մտածողներից է, որը
կարելի ասել Աստծո գոյությունը հանում է քաղաքական դիսկուրսից։ Մակիավելի մտածելու հետաքրքիր լինելը գաղափարների շատ ժամանակակից ակտուալ շունչ ունենալ եւ այլն առանց կասկածի տակ դնելու, որը ինքը շատ ակտուալ, հա, ինչ որ եթե ինչ որ մեկի հետ ճշտամանք ես անում կամ մի կռիվ արա կամ ոչնչացրու, ոչ թե ինչ որ փորձի, չգիտեմ, ինչ որ չափով այդքան չէ, Սանսուն ասում է հաղթանակի ամենալավ գեներալը հաղթելու ձևը առանց կռվելուն, այսինքն բեր որ այդ մարդը իր ոտքով ուզենա գա եւ դու իր ռեսուրսները եւ ավելի շատ Սանսունը ավելի հետաքրքիր Every battle is won before it's ever fought. Good general, by a good general. By a good general. Իմ ասած հետո ոնց որ քվանտում ֆիզիկայի մեջ գիտես ոնց է որ ասում որ դիտորդի տեսանկյունից էքսպերիմենտի ռեզուլտատը փոխվում է, այսինքն այս էլեկտրոն նայում ես կրակեցին, particle-ը կլինի ստեղ թե ստեղ, կախված է թե դու որտեղից ես նայում։ Այո։ Ես դա չեմ հասկանում, թե ինչպես է դա որտեղ քվանտում ֆիզիկա չեմ հասկանում։ Իսկ Մակիավելի պերսպեկտիվան, որ դու թակավորն ես, դու ամենալավն ես, դու պետք է սենց անես, պետք է ոչնչացնես եւ այլն բան անես, ինքը ինձ համար այդքան էլ relatable չի։ Ես Մակիավելիի պատկերացրած դիտորդը չեմ, իմ պերսպեկտիվան ես ուրիշ կողմից եմ դա նայում։ Ես մենակ մի բան եմ ուզում ավելացնեմ ու այս թեմայից սիրուն անցում անենք։ Մակիավելին, որ ասում է պետքա ոչնչացնել, ինքը միայն ոչնչացնելը առաջարկում է կոնկրետ սիտուացիաներում, то есть իր մոտ հանգիստ կարա լինի սիտուացիա, որ ընդհանրապես պետք չի ոչնչացնել։ Ասենք այն սիտուացիաներում, երբ որ ասենք թե ինչ որ թագավորությունը գրավում է նոր տարածքներ, ասում է երբեք այդ տարածքի կանանց ու երեխաներին ձեռ չտաք։ Կանանց ու երեխաներին ձեռ տվեցիք, դուք որևէ ձևով չեք կարողանալու այդ ռեգիոնում ու հետագա մնացած բոլոր ռեգիոններն իմանալով դրա մասին, շատ ավելի ուժեղ պայքար են քեզ տալու։ Ու նույնիսկ եթե մարդիկ ձև անեն, որ քո թագավորությունը ընդունում են, սկսվելու է ոնց որ պարտիզանական պայքար քո նկատմամբ։ То есть դու պետքա սելեկտիվ լինես, այսինքն դու երբ պետքա ոչնչացնես եւ երբ չպետքա ոչնչացնես։ То есть ինքը բավականին բալանսավորված է ասում ու ինքը շատ ուղիղ է խոսում այն բաների մասին, որոնք տաբու են հասարակության մեջ քննարկել ու սրանով միգուցե անցնենք հենց այն մասին քաղաքական, որ լիքը բաներ կա, որ մենք մտածում ենք այսա անգլերեն ասում ենք evil, սա վատ բան է, ու մենք ընդունում ենք, որ դա վատ բան է, բայց արդյոք դա խուսափելի է, թե դա հենց քաղաքական դիսկուրսի հենց պատմության սկզբից մինչև այսօր այն բանն է, որը գոյություն ունի ու շարունակելու է գոյություն ունենալ, այսինքն կապ չունի մենք դար ենք փոխում ու նոր դար ենք մտնում, միայն զենքերն են ավելի դաժան դառնում։ Իսկ իրականում պայքարը էլի պետությունների միջև շարունակվում է ու մեծ հաշվով գնում է թե որ երկիրն է ավելի դոմինանտ լինելու ու միջոցները դրան հասնելու ըստ Մակիավելյան մոտեցման ու ըստ նրա թե ոնց աշխարհը կարելի ասել ամենասկզբից ինչ մենք գրված ունենք, այս մեթոդաբանությամբ է ձևավորվել։ Այսինքն արդյոք արժեքներն են, թե վերջերչո ուժն է, որ վերջում որոշում է թե պետությունը ոնց պետք է ղեկավարես արժեքի հիման վրա, որը շատ կարևոր է ներքին կառավարման, որ ներքին, որ պետությունը լինի առողջ երկիր, որ լավ լինի զարգացումը, որ դեբատի դիսկուրս լինի, որ վիճենք ինչ որ հարցի շուրջ Հեգելյան ասած, հա, տեզիս, անտիտեզիս ու հետո այդ բախումից սինթեզը ոնց որ նոր թեման առաջանա։ Իսկ պետությունների միջև պայքարում հարցը վերջերչը գալիս է ուժով, ստիպողաբար, շանտաժով։ Ուղղությունը պետք է տան փիլիսոփայի միջել ասեմ ամեն սիրածս փիլիսոփաների մեջ անպայման Սպինոզային էլ պետք է նշեմ, Սպինոզային չեմ նշել։ Բարուշ Սպինոզա ուրիշ պատճառներով եմ իրան ավելի հոգեհարազատ համարում, ինչ որ գաղափարներով, բայց քանի որ Կանտի եւ Սանսուին նշեցինք, Սպինոզային պետք է նշել։ Չարից եւ բարուց անդին իմ կարծիքով այսօր ուժը վաղը եւ նորից ուժը լինելու է երևի կարճ պատասխանը ուժն է։ Ուժը կարա լինի
դինամիկա ինքը, հա, կարա լինի սովի ուժը, եսիմ կարա լինի, չգիտեմ, ճնշելու ուժը, բազմանալու, եսիմ իղձը կամ բան, հա, պատճառները։ Եթե այլ մոլորակայինները, չգիտեմ, հարցակվեն վաղը երկրագնդի վրա կամ վաղը արտանանք տեսնենք աստերոիդա մեր վրա գալիս, միգուցե դինամիկան ռադիկալ փոխվի, կամ եթե կան այն Պլատոնի համար ամենահա ռեփաբլիկ իրագործի մեջ պետությունը պետք է ղեկավարեին, կառավարեին փիլիսոփաները, որոնք որ իրավունք պետքա չունենային ամուսնանալու, հարստություն չունենային եւ այլն։ Իմաստը իմ կարծիքով ինչու՞մն է, որ փիլիսոփայությունը ինչ որ ուղղություն կարա տա, հա, ինչ որտեվ ինչա չար, ինչն է evil։ Լրիվ կախված, հա, ծայրից ծայր 0-ից 100 կապված է, թե ինչպես դու դա ինտերպրետացիա կանես։ Արդյոք մարդ սպանելը չար է։ Այո, արդյոք Հիտլերին սպանելը չար է։ Ոչ, ահա, կոնտրաստը քեզ եւ հազար դիլեմաներ կան, այդպես ֆիլիսոփայության մեջ խնդիրներ կան, հա, դիլեմաներ, որոնք որ չգիտեմ, եթե դու երեխա կսպանես, իսկ եթե երեխան լինի Հիտլերը, հա, մանուկ Հիտլերը եւ այլն, կամ կսպանես 2 հոգի 1000-ին փրկելու համար, Հիտլերն էլ մոռանանք։ Դրա համար դա բացատրության մեջ է։ Ու Միքայել Մեղերը բոլորս կարդացել ենք, հա, Աստծու կամքով, մեր հարևան եկավան, մյուսը, քանի որ Աստված մեզ հետ է, ճիշտը մեծ ենք դրած։ Բոլոր ղեկավարները, բոլոր ժամանակի ազգերը, ինչի է նացիոնալիզմը այսօր շատ պոպուլյար։ Հեշտ է ասել, որ ես բարին եմ, լավն եմ, հա, նույնիսկ եթե մտքում դու գիտես, որ մի քանի հատ սխալ որոշումներ ես կատարել, բայց դու քո մտքում գիտես, որ դու լավն ես, որ քեզ կյանքն է ստիպել, քեզ ծանր պայմաններն են, քո բախտը սենց վիճակվեց, բայց եթե կարողանում ես ասել, որ սրանք չարն են, վատն են, որովհետև իրանք աղոթում են ինչ-որ Աստծու, որ դու չես աղոթում, կամ սիրում են ինչ-որ մեկին, որոնց դու չես սիրում, ինչ-որ բաժանես մեկին, դա քեզ տալիս է զբաղմունք, եւ եթե դա ղեկավարող ունի ինչ-որ մի հատ ղեկավար, որը լինի դա ինչ-որ խարիզմատիկ, լիդեր, որը նույնիսկ չգիտեմ, հա, ոչ մի կրթություն էլ չունենա կամ ունենա, կապ չունի, դու կարողանում ես դառնալ մասսայական ինչ-որ սնուցել այդ շարժիչը։ Այդ շարժիչը։ Չգիտեմ դա այն հարցներ, որը տալիս էր թե չէ, բայց ես կարծում եմ չար ու բարի ինքնին օթում չկան։ Ինձ հետաքրքիր է պատասխանատվորում, եթե կա գոյություն ունի ուժեղ երկիր, որը ունի ղեկավար, որը ավելի զուսպ է, ինքը ավելի ուժեղ է, քան իր մյուս ռեգիոնալ պետությունները, բայց ինքը գտնում է, որ պետք չի այդ ուժը ցուցադրել, ինչ-որ որոշակի բենեֆիտներ քաղել այս մյուս երկրներից իրենց թույլ դիրքից ելնելով։ Հարց. այդ ղեկավարի նկատմամբ իր երկրի ներսում բնականon կերպով, օրգանական կերպով չի առաջանա շարժում, որտեղ կա պոտենցիալ, կան մյուս երկրները, որ հարաբերաբար ավելի թույլ են այդ պահի դրությամբ, եւ եթե այդ ղեկավարը այդ պոզիցիան չբռնի, որ օքեյ, մենք ավելի ուժեղ ենք եւ հետեւաբար մենք պետքա փորձենք որոշակի բենեֆիտներ բերենք մեր ժողովրդի համար, եթե ինքը այդ պոզիցիան չբռնի, հենց իր ներսում կլինի հեղաշրջում։ Այսինքն դա ինչ որ օրգանական բնական ցիկլը չի, որը շատ ոչ թե կոնսպիրոլոգիչսկի, ոչ թե ինչ որ բան, կոնսպիրոլոգիա ոնց են ասում հայերեն։ Հասկանում են բոլոր հայերը, կոնսպիրոլոգիա։ Կոնսպիրոլոգիա։ Այսինքն կոնսպիրոլոգիայի հիման վրա, ոչ թե կոնսպիրոլոգիայի մասն, զուտ օրգանական տրամաբանությունն է քաղաքական դինամիկայի։ Այստեղ մնում է քննարկել ինչն է նշանակում ուժեղ երկիր, ինչ է նշանակում ուժեղ լիդեր, հա։ Կարի եթե դու ուժեղ ես բնական աշխարհից եթե նկարագրենք, մենք բոլորս եթե տասենք կենթանիների աշխարհում, հա, նայում ես ինչ որ առյուծների pride-ը նստա բան, հա, այդտեղ առյուծը մեջքի վրա քնած, փորի վրա քնած, կողքի վրա քնած, այն ճանջերը գալիս, հա, զզվացնում են, շակալներն են գալիս կողքից ուտելիք գողանում բանման, կանայք որս են անում, գիտես, սա ուղղակի իր սիրուն աչքերի համար է։ Բայց երբ որ այդ էքերը եւ այլը խնդիրներ ունեմ կամ շակալները շատ են անում, դա տեղից վերականում բսկտում քաոսա միած ստեղծում, էլի գնում է
բրենց նստում է գլուխը բարձր, այսինքն ինքը այդ կարիքը չունի ամեն անգամ դեմոնստրատիվ վերցնել մի հատ շակալ խեղդել կամ եղնիկ սպանել, որ մյուս էքերը վստահ լինեն, որ ինքը եղնիկ սպանել գիտի։ Ինքը կարողանում է որոշիչ ժամանակ, որոշիչ հարվածով հռոմեական կայսր կար, չէ՞, որ կայսրությունը թողեց եւ կաղամբ էր աճեցնում, ասել էին ոնց է կայսրությունը, ասա որ տեսնես ինչ կաղամբ եմ աճեցնում, չես հարցրի կայսրությունը ոնց է թողել։ Հռոմի վրա հարձակվեցին, կաղամբը թողեց, գնաց էլի լիդեր դարավ, էլի հաղթեց, ավտոմատություն նորից գնաց իր կաղամբի գործին։ Այն որ ասա բարությունս մի ընդունիր թուլության, դա իրոք կա այդպիսի բան, այսինքն կարող ես լինել շատ ուժեղ, խելացի, իմաստուն, այսինքն եթե դու պասիֆիստ ես բնությամբ եւ դու սիրում ես խաղաղությունը հենց խաղաղության համար, ավելի հավանական է, որ ինչ-որ խնդիրներ կունենաս, քան թե եթե դու պասիֆիստ ես, որտեվ խելացի ես, գիտես, որ խաղաղությունը քեզ ծառայում է նպատակի, որ քո, չգիտեմ, ազգան վրա պնդվի, երկիրը ես անի, գիտությունը առաջ գնա եւ աշխատում ես, չես թողում մի բան դրա հետ այդ խաղաղության վրա շող գցի, պատրաստ ես այդ խաղաղությունը եւ բանը պաշտպանել։ Քանի մենք լիդերներ գիտենք, դիկտատորներ լինենք, որ մահափորձներ են եղել եւ չեն ստացվի, չգիտեմ, բա որ մեկը ստացվեր կամ մյուսը կստացվի, ամենաուժեղի, ամենադաժանի դեմ էլ գալիս է քո Չիկագոից, Ալ Կապոնեն մինչև դարել Ալ Կապոնը ինքը իր խնդիրն ունեցել իռլանդացիների կամ մյուս իտալացիների հետ, նրա օրոք ուրիշներն են ունեցել եւ մի օր այդ փոփոխությունը լինելու է։ Տես պետությունների դեպքում ինձ թվում է մի քիչ տարբեր է, եթե մենք ուզենանք պետությունների մոտեցումը ոնց որ համեմատենք օրինակ կենթանական աշխարհին կամ մարդկանց միջև հարաբերություններին, մի հատ էլեմենտ կա, որ պետքա փոխենք, օրինակ մարդկանց եւ պետությունների միջև հարաբերություններին, մի հատ էլեմենտ կա, որ ինձ թվում է եթե փոխեմ, մի քիչ ավելի է սկսում նմանվել պետությունների հարաբերություններին։ Տես պետությունների դեպքում պետություններից վերև ավելի բարձր խաղացող երկրագնդի վրա չկա, ամենամեծ խաղացող, ամենակարևոր քաղաքական այդ պալիտրայում խաղացողները պետություններն են։ Ու արդեն իրancs մեջ կա իերարխիա, որոնք են փոքր պետությունները, ռեգիոնալ ու ասենք ամենասուպեր դերժավաները, այդ 3 ասենք գերտերությունները, ասենք իրancs մեջ էլ կա ասենք ուժային որոշակի տարբերություն, իրancs ալյանսները եւ այլն։ Խնդիրը ինչու՞մն է, որ այդ պետություններից վերև եթե խաղացող չկա, այսինքն մեկը չկա, որ կենտրոնական իշխանություն չկա, որ կոորդինացնի իրancs միջի հարաբերությունները։ Ամեն անգամ երբ որ որոշումը կայացվում է, երբ որ մեկը մի քիչ թույլ է, իմ կարծիքով որոշումը կայացում որ քանի թույլ է, պետքա հիմա օգտվել, որովհետև հետո ժամանակի ընթացքում ինքը կարա ուժեղանա ալյանսների մեջ մտնելով ուրիշ երկրների հետ։ Եթե բերեմ մարդկանց միջև հարաբերությունը, այդ մոտավորապես եթե մենք կենտրոնական իշխանությունը հանենք, այսինքն պետություն չլինի, այսինքն ինչ նկատի ունեմ, օրինակ սվետաֆոր գոյություն չունի, պետական կառույցներ գոյություն չունեն, ընդամենը մի քանի օր է պետք, որ այդ անարխիան, այդ կենտրոնական իշխանության բացակայությունը բերի նրան, որ ռեսուրսների խնդիրը առաջանա, ամեն ինչի խնդիրը առաջանա ու այդ իրավունքը, օրենքը որ գոյություն ունի, պրոստը ոչ մեկ ինֆորս անող չկա, այսինքն ուժեղը, ով որ կարողացավ խախտում անի, ով որ կարողացավ արագ ասենք ուտելիքին ձեռը գցի կամանց, ուժեղները սկսելու են իրար մեջ պայքար, կարող է նույնիսկ բաժանվի նոր ինչ-որ զոնաների, ասենք были 90-е. Это были 90-е, իսկականից почему были 90-е, ինչի էին 90-ները, ինչի էին 90-ականները, որովհետև կենտրոնական իշխանությունը շատ թույլ է, շատ չոտքի ասեցիր։ Կենտրոնական իշխանությունը թուլացած էր, չկար ու կային արդեն լրիվ ուրիշ լոկալ խաղացողներ, որոնք իրանք իրար մեջ վլաստ էին կիսում, իրար մեջ ուժ էին կիսում։ Այսինքն կենտրոնական իշխանության բացակայությունը թույլ է տալիս, որ տենց անարխիայի պատճառով ուժը դառնա որոշիչ, այսինքն մարդը եթե ունի խնդիր իր երեխային կերակրելու ու այդ ստատուս, այդ վիճակն է աշխարհում, ինքը աստիճանաբար սկսելու է իր մոտ դանակ պահել, դանակից հետո փորձելու է զենքը գցի ատրճանակին ու էլի զենքերին կամանց միգուցե ընկերների հետ միանան իրար հետ, որ իրաց թաղամասը պաշտպանեն, Դարվինիզմ։ Այդ դարվինիզմն է դառնում ու ուզում եմ ասեմ պետության գոյություն չունենալը, կենտրոնական իշխանության գոյություն չունենալը ավտոմատ բերում է նրան, որ ամեն անձը սկսում է ուժով փորձի այդ ռեսուրսը իր ընտանիքի համար ձեռք բերի, ոչ թե կոմպրոմիսով։ Սա ավելի մեծ սկեյլի վրա կատարվում է պետությունների միջև, որտեղ կենտրոնական իշխանություն գոյություն չունի։ То есть մենք ունենք ՄԱԿ-ը, որը ստեղծված է, որը մեծ հաշվով
ֆինանսավորվում է էլի մեծ պետությունների կողմից։ Թուլացված է հիմա sense։ Հա, ու ինքը նույնիսկ եթե լինի իր ուժեղ պոզիցիայում հարց առաջանում, ոնց է ինքը enforce անելու այդ իր օրենքը, ենթադրենք համարեն ինչ որ մեկը հանցագործ է։ Իմ մոտ հարց առաջանում։ Եթե այդ հանցագործը ասենք ինչ որ փոքր պետության ղեկավար է, որտեղ մեծ պետությունները այսպես կոնսենսուս ունեն, որ դա ասենք հանցագործ է, ասենք Սլոբոդան Միլոշևիչ, չգիտեմ, գնում ենք նրա հետևից ու Սլոբոդան Միլոշևիչի հետևում կանգնած ասենք թե Ռուսաստանն այդ պահին այնքան թույլ է, որ չի կարա պաշտպանի։ Այդ դեպքում դու կարողանում ես Միլոշևիչին պատժես կամ ասենք թե Պինոչետին, ասենք թե Չիլի, ասենք թե ուզում ես պատժես։ Բայց երբ որ դու խնդիր ունես, ասենք թե ենթադրենք, ասենք Ռուսաստանի նախագահը կամ ով, թեկուզ Միացյալ Նահանգների նախագահ, չկա կենտրոնական ուժ, որ ասենք թե ինֆորս անի։ Դու ստեղծել ես կազմակերպություն Center for Truth and Justice։ Մի քիչ ոնց որ պատմես կազմակերպության մասին, թեև եթե ուզում ես ոնց որ էսին վերլուծությունից ոնց որ անալիզը տանես դեպի կազմակերպություն, որտեղ ինքը մարդու իրավունքների հետ է կապված, հայերի իրավունքների հետ է կապված, արցախցիների, թե մեր հետ ինչ եղավ այն վերջի պատերազմի արդյունքում ու դու մեծ գործ ես սկսել անել ու բացի նրանից որ դու ունես քո փաստաբանական կանտորան, քո ֆիրման Goran Associates, որ հաջողակ լավ թիմ ունես, ճիշտ ասած չեմ հիշում քանի հոգի, բայց ես ձեր կանտորայում եղել եմ, շատ գեղեցիկ ու Գարին եմ ճանաչում ձեր կանտորայում, то есть դուք ունեք ձեր հաջողությունը համ որպես private firma, համ էլ դու ունես այդ հասարակական կազմակերպություն, որ դու շատ պայծառ, խելացի մարդկանց հետ ես վիդեոներ եմ նայել, ինտերվյուներ եմ նայել, շատ լուրջ գործ եք անում։ Ճշմարտության եւ արդարության կենտրոն, Center for Truth and Justice, ճիշտ եմ ասում։ Արդարադատության ուրեմն հայերեն։ Yes, Center for Truth and Justice։ Կենտրոնը ստեղծել եմ ոչ թե ես, այլ ես համաստեղծողներից եմ։ Եվ անպայման պետքա դա նշեմ, որովհետեւ կենտրոնում աշխատում են իրավաբանության մեջ pro bono, հա, հիմքերով ստեղծման Պրոբոնո երկու բառով կարաս բացատրես մեր հյուրերին։ Լատիներեն անվճար։ Առանց, այսինքն benefit for benefit, հա, ուրիշի օգտակար լինելու համար եւ ոչ թե ուրիշի օգուտի, ոչ թե քո օգուտի համար։ Առանց շահույթ հետապնդելու։ Առանց աշխատավարձ եւ այլն աշխատում են շատ պայծառ դրական բանիմաց մասնագետներ ստեղծվել իրավաբանների կողմից, իմ գոլեգաների, որոնց բացառությամբ մեկի ոչ մեկին չի ճանաչում, մինչև 20 թվականի 44 օրյա պատերազմը, կազմված ենք մենք փաստաբաններից, դատավոր, հայ ազգի դատավոր մասով, հայ ազգի դատավոր, այո, հիմնադիրները, հիմնարար անդամները հայեր են, մասնագիտության փաստաբան կամ դատավոր, որը pro bono service-ը դուք դա ում եք տալիս։ Մենք մեր pro bono ժամանակը տալիս ենք կենտրոնին։ Կենտրոնը այսինքն այս աշխատանքը, որը որ մենք դե հաշվարկ անում ենք, մենք ունենք իհարկե CFO, ֆինանսական տնօրեն եւ ես նախագահն եմ կազմակերպության, ունենք secretary եւ այլն, ունենք տնօրենների խորհուրդ եւ մենք հաշվարկում ենք տասնյակ միլիոնների, եթե մեր ժամական ինչ որ փողը վերացենք, ինչ որ այդ ժամերի, որ դնում ենք, սկսած 20 թվականի սեպտեմբերից առ այսօր, տասնյակ, եթե միգուցե վերջերս չեմ հաշվել, երևի միգուցե ավելի շատ միլիոնների մասին ենք խոսում, pro bono դա է։ Հասկացա։ Այսինքն ոչ մեկ չի վճարվում, երբեք չի վճարվել եւ հակառակը սովորաբար մենք համել ֆինանսավորում ենք, որպեսզի կարողանանք էքսպերտներ տարբեր օտարազգի, տարբեր տեղերում վարձել աշխատողներ ունենալ Հայաստանում, Եվրոպայում, որպեսզի կարողանանք զեկույցներ անել, ինտերվյուներ անել եւ այլն։ Աշխատանքը ձրի չի, իհարկե իրավաբանական աշխատանքը։ Ինչ է անում, ավելի եթե կարող ես ինչպես անունը իր հուշում է, ստեղծված է պաշտպանելու ձայն տալու այն մարդկանց, որոնց ձայնը խլված է, տուժածների, պատերազմի տուժածներից, պատերազմական հարցանքների։ Ֆոկուսը հենց գնում է պատերազմից տուժված ոնց որ Մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ցեղասպանություն եւ այդպիսի մասշտաբային հայկական Ղարաբաղյան կոնտեքստում, Արցախյան կոնտեքստում սկսվել է 44 օրվա պատերազմի ժամանակ, ստեղծվել է նորից հայ ազգիների կողմից եւ Հայաստանի ամենամեծ աշխատանքը տարված է կոնկրետ հենց հայկական
տուժածների, հայկական կորուստների եւ հայկական կողմի անկախ նրանից նրանք գտնվել են Արցախում թե Հայաստանում հայատյացության դեմ պայքարելու համար եւ այսպես էր կարճ պատմությունը երբ առանց ծանրացնելու երբ որ պատերազմը կար դե բոլորս ինչ որ կերպ փորձում էինք օգնել հա ինչ որ համահայկական այդ ֆոնդին փոխանցել ես դու չնշեցիր բայց ես համել ես chief legal officer գլխավոր փաստաբաններ հիմա էլ բան դեղագործական կամ գազམ་ակերպության դեղագործական կամպանիա այսինքն ինչ որ բժշկական եթե ինչ որ կարելի է օգնություններ դեղեր Հայաստան դեպի փորձել մասնակցություն ունենալ ինչ որ համեստ բայց դրա հետ մեկտեղ mēs իրավաբաններով մտածում էինք ասենք թե հա գումարով արեցիր մասնագիտական լավ էլ ինչ զենք ունեն որ կարող են ես օգտագործել որ մարդիկ չկոտորվեն մարդիկ սովամահ չլինեն որ պատմական արժեքները չվերանան որ այս մարդկության դեմ չտեսնենք նորից 1915 հա չտեսնենք նորից 1939 եւ այլ եւ որոշեցինք որ ոչ մեկս իհարկե բոլորս մեծ մասամբ իմիգրանտ հայեր տարբեր տեղերից Պարսկաստանից Բեյրութից Սիրիայից Հայաստանից հասկացանք որ մեկը իմիգրացիայով ազբաղվում, հա, մեկը ինչ որ մարմնական վնասվածքներ, մյուսը բաժանումներ, մյուսը ընտանեկան գործեր, մյուսը կանտրակտներ, ոչ մեկը ինչ որ մարդկության դեմ հանցագործություններով մասնագետ չի, սկսած դատավորից, սկսած մյուսներից։ Եվ հասկացանք, որ լավ, որպես իրավաբան, որպես փաստաբան բոլորս հասկանում ենք ցանկացած պրոցեդուրայում պետքա փաստ։ Սկսենք հավաքագրական աշխատանքներ եւ կլինի, չգիտեմ, մյուս Լեմկինը կամ Չամսկին կամ չգիտեմ, դու ասա Justice Jackson-ը։ Երբ որ այս գործերը ինչ որ քննելու ժամանակը գա, գոնե փաստերը կլինեն, չենք 100 տարի նստի որոշել եղերն եղել է, եղերն չի եղել։ Եղել է արի ապացույց, հա, հենց այ ապացույցն։ Կոവിഡ്ի ժամանակներն էր, հիշում ես, շատ էր ճանապարհորդել չկար եւ այլն չկար, Zoom-ը Պարկաստո գոնե ինչ որ մի օգուտ այդ նեգորում Zoom էր սկսվել օգտագործվել եւ Zoom-ի միջոցով սկսեցինք հանդիպել, իրար ծանոթանալ, ինչ որ հələ առանց անուն ստեղծելու, ստեղծեցինք միջազգային օրենքին համապատասխան պայմանները, հա, ինչ որ cheat sheet, որով այդ փաստերը պետք է հավաքել, որ chain of custody ապահովես, հա, որ authenticity պրոցեդուրի համապատասխանի միջազգային քրեական պրոցեդուրային, որը հիմնված է ֆեդերալ ամերիկյան պրոցեդուրայի վրա, criminal procedure-ին criminal procedure-ի բանն է, որը հիմնված է amendment բան դեռ չկա, 4th amendment, 5th amendment ակնհայտ ഉണ്ട് constitution-ին կբան։ Չէ, բայց evidence code-ը, we're talking about the evidence code, we're not talking about the civil procedure, we're not talking փաստա հավաքագրության ոնց որ պրոցեդուրայի մասին, հասկացա։ Եվ դրա հիման վրա ինչ որ disclaimer-ներ, ինչ է համաձայն կիսվեր, որ չգիտեմ, publish լինի, ինչը publish չլինի, որոշեցինք գաղտնիացած սիստեմ մշակեցինք, կապնվեցինք Հայաստանում իրավաբանական համալսարաններին, մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ, դատապաշտպանի եւ այլն, ցանկացած իրավաբանական ինչ որ անձանց, որոնք իրավաբանությամբ են զբաղվում եւ փորձեցինք սկզբում լեկցիաներ անել եւ վերջո հասկացանք որ ամենաճիշտ ուսանողների հետ են որոնք որ ինչ որ չեն կարծրացել ինչ որ մեթոդաբանության մեջ էլ կարող են սովորել սկսեցինք աշխատել որոնք մարդկանց հետ որոնք տուժածներին մարդկանց հետ որոնք կորցրել էին իրենց ամեն ինչը ինչ որ դրանց հետ հարցազրույցներ անել փաստեր հավաքել նկար վկայական եւ այլն եւ հիմա գրադարում ենք 600-ից ավել փաստերի, անձնական տեստիմոնների, վիդեո էվիդենսների, որոնք արդեն 5 տարի է կոնգրեսից ամերիկյան, մինչև եվրոպական պարլամենտ, մինչև ICJ, International Court of Justice, մինչև ICC, ZEC-բան, Heights, մինչև European Courts, մինչև ՄԱԿ-ի դատարանների
Convention Against Torture եւ ամենտեղ մեր փաստերի հիման վրա առօրյա մինչեւ այսօր գործերը գնում են եւ այլն։ Գոր դու շատ հաջողության հասած տենց այնպիսի հայ ես, որ քեզ երիտասարդները նայեն, պետքա լինես role model։ Ես տենց եմ կարծում, իմ կարծիքով հեռուստադիտողն է պետքա համաձայնվի։ Մի քանի կոմպոնենտ, եթե կարելի է թրուցիկ, ինչ կաչեստվաներ, ինչ որակները դու կնշեիր երիտասարդների հաջողության հասնելու համար։ Ասենք, չգիտեմ, աշխատասիրություն, դիսցիպլինա, կրթություն, որոնք են մի քանի հատը, որ դու կարծում ես ամենակարևորը, որ երիտասարդները այդ գծերը իրանց մեջ պետք է ամեն կերպով զարգացնեն, որպեսզի աստիճանաբար, բայց ամուր հիմքերով հասնեն հաջողության։ Ես կարող եմ ասել, կիսվել ինձ, ինչն է իմ կարծիքով օգնել։ Ինձ օգնել է ամենաառաջինը ունենալ ավելի մեծ պատկերացում իմ անձից ավել մեծ պատկերացում, որը միշտ եղել է իմ ընտանիքը։ Ինձ համար միշտ կարևոր է եղել իմ ընտանիքը, ոնց կապրի, ինձ համար միշտ կարևոր է եղել իմ ընտանիքը, ոնց կնայի ուրիշների աչքերին, ինձ համար միշտ կարևոր է եղել իմ ընտանիքը, ինչ մեթոդներով ձեռք կբերի են լավ բաները, ինչ որ կբերի, եւ դա իմ համար միշտ եղել է ապրիորի կարևոր բան։ Դա եղել է հիմնական, ոնց որ դա իմ համար ինձանից վեր, հա, ավելի։ Միշտ եղել է դա, ինձ թվում է դա ինչ որ տվել է ինձ կողմնացույց, կողմնորոշվելու, որ միգուցե այս արագ հաճելի կամ եսի մեզ կարճ բավարար ինչնա թանկ, ինչնա էժան, ինչնա պարտադիր, ինչնա necessary, ինչնա ուղղակի ցանկություն, հա, ինչնա կարիք, ինչնա ցանկություն։ Շատ կարևոր բան ես ասում։ Իմ կարծիքով, հա, Ռոբինզոն Կրուզո, հա, երևի ամենապատանի լսողների խորտ կտամ կարդալ Ռոբինզոն Կրուզոն, մանավանդ այս դարում հասկանալ, թե իրոք կյանքում ինչն է թանկ, ուրբաթն է, թե կրակն է, թե ուրբաթն է։ Վերջը ուրբաթն է։ Ուրբաթն է, ճիշտ ուրբաթն է։ Ունենալ կոնկրետ նպատակ, ոչ թե երազանք, այլ նպատակ, որը տարբերում անանով, որ քայլերը տեսնում ես այդ նպատակը, ոնց ես նկարագրեցի, հարցնել, խորտ հարցնել, հասկանալ, ճանապարհը գտնել եւ այդ ճանապարհի վրա քայլել։ Այսինքն սին նստել երազել, որ եթե ես լոտոն շահեմ, ոնց եմ այդ փողը, ինչքան շատ եմ սիրում իմ մամային, պապային, ապերին, քուրիկին, այսքան 100 միլիոն փող սրան տամ, դա։ Մերսեդեսը։ Հա, Մերսեդեսը եւ տունը եւ չգիտեմ, վերտալոտ, դրանք լավ մանկական երազանքներ են, բայց դու նպատակը տարբերում ես դրանով, եթե դուք իրոք քեզ կարիք ունես այդ ուղղաթիռի կամ տան, դու պետք է հասկանաս, օքեյ, այս քանի ժամ պետք է աշխատեմ, որ ստանամ X գումար աշխատավարձ։ Իսկ այդ աշխատավարձը այդքան ժամ ունեմ մաքսիմում, որ ունի 24 ժամ, 4 ժամ էլ պետք է ուտեմ ու քնեմ։ 20 ժամում ինչքան պետք է վարձատրվեմ ժամական այսքան եւ դու հասկանաս, հա, այդ ֆորմուլան ինչն է։ Դու սկսում ես գյուտերով զբաղվել, թե իրավաբանությամբ, թե բժշկության բանով։ Բարեգործությունը այդ իր իմաստով, ոչ թե բարեգործություն, որ փողոցում քո թանկ մեքենայով գնում ես եւ ինչ որ անտուն մարդ գալիս է եւ փող ա ուզում դու էլ քեզանից գոհ հանում ես, չգիտեմ, $20 տալիս ես, ասում ես ամենաշատ փողը ես տվեցի, դա բարեգործություն չի, դա հարաբերական է, լավ արեցիր, թե լավ չարեցիր։ Այլ նկատի ունեմ իրոք բարեգործություն, հա, ես օրինակ իմ ընկերը նոր ամուսնացավ եւ նրանք կնոջ հետ խնդրել էին, որ այդ նվերները, որ պետք է իրեն ստան, փոխանցեն քոաֆին։ Եվ հյուրերը իմ հասկանալով մեծ սիրով դա արել են, դա այդ մարդը, այսինքն ինքը ամուսնանում է, ինքը այդ հաշվել է, որ ինքը կարա այսպիսի համեստ թե ոչ համեստ հարսանիք ունենա, ինքը ասում է այդ գումարը նվերը ես եմ բարեգործության, այսինքն ինքը չի կապում իր հարսանիքի հանդեսը այդ նվերների հետ, որ այդ նվերը լինի իր գումար, եւ դրանով ինքը ավելի հաջող եմ, վստահ եմ համ ավելի երջանիկ պահա, համ ավելի անկախ պահա, ավելի հաճելի է, համ էլ ավելի այդ բարեգործությունը տալիս է ստիպում է իրան ավելին անել, հա,
Բացի բառով, ֆիզիկապես ինքը օգտակար հետևանք ունի։ Եթե քեզ ոչ թե դու անես ոնց որ չանես 100%, այլ անես 110%, որտեղ 10% գիտես քո դուրսն է։ Եթե անում ես 110%, արդեն ավել։ Դրա համար միշտ տալ ու ուժը համբերություն եւ ժամանակ։ Անել ճիշտ քայլեր ու համբերել, որ հակառակորդը սխալ քայլից օգտվել։ Քեզ շատ մերսի։ Քեզ մերսի, շատ հաճելի էր։